Տեսեք, դուք ներկայացրեցիք ձեր ելույթում, ես այստեղ եմ։ Դուք ներկայացրեցիք ձեր ելույթի մեծ մասը տրամադրեցիք վարչապետի հարցադրումներին ի պատասխան ինչպես եք դուք մտածում, ինչ է թվայնացումը, ինչի համար է թվայնացումը, հասակ մինչև երջանկությանը, դուք հասակ նրան, որ մենք միգուցե չենք հասկանում թվային ճարտարապետությունը ինչ է եւ այլն, բայց ելույթի սկզբում խոսեցիք, որ դուք կներկայացնեք այս համակարգի ներդրման մարտահրավերներից եւ ամբողջ ելույթում խոսեցիք մեկ մարտահրավերի մասին՝ կրթություն։ Դուք ասեցիք հիմնական մարտահրավերը կրթությունն է։ Ես ենթադրում եմ, որ մարդկային ռեսուրսի պակասի մասին եք խոսում, կրթական համապատասխան կրթություն ունեցող մարդկային ռեսուրսի։ Ուրիշ մարտահրավեր դուք չեք տեսել համակարգի ներդրման առումով, թե ուղղակի ժամանակը թույլ չտվեց ուրիշ մարտահրավերների մասին խոսել, կխնդրեի ավելացնել, եթե կան։ Շնորհակալություն հարցի համար եւ ներողություն եմ խնդրում, եթե իմ ելույթի կառուցվածքում որոշ շեշտադրումներ այդքան էլ ճիշտ չեն դրվել, բայց նախ անդրադառնամ ինչու ես մեջբերում արեցի վարչապետից եւ իմ ամբողջ ելույթը կառուցեցի այդ մեջբերման շուրջ, որովհետեւ իրականում գտնում եմ, որ այդ հարցադրումները ճիշտ են, որովհետեւ մեզանում հաճախ է քննադատվում թվայնացման տեմպերը, որովհետեւ մեզանում մի փոքր պատկերացումը թվայնացման ազդեցության մասին այնքան էլ պարզ չէ պետական կառուցման ենթատեքստում։ Ես խոսեցի որպես մարտահրավերներ այն մասին, որ ճարտարապետությունը տարբեր ձևով է մեկնաբանվում տարբեր գերատեսչությունների կողմից եւ դա ես իրոք մարտահրավեր եմ համարում, որ համակարգերը կառուցվում են տարբեր եւ որ նոր մարմնի դերը պետք է լինի ստանդարտ ստեղծելու, ստանդարտ կիրարկելու, ստանդարտ ստեղծելու համար հասկանալի ուղեցույցներ պատրաստելու եւ օգնելու բոլոր պետական, հանրային եւ ինչու՞ չէ նաեւ մասնավոր ընկերություններին այդ ստանդարտներին համապատասխանելու եւ այդ ստանդարտները ներդնելու համար։ Շատ կա եւ ուզում եմ ասել, որ պարոն Երիցյանն իր ելույթում ասեց, որ հիմնական մարտահրավերներից մեկը դա այսպես կոչված change management-ն է եւ այն անգլերեն ասեմ բառը resistance-ը, որը գոյություն ունի երկկողմանի եւ քաղաքացիների մոտ եւ պետական համակարգում, որ գոյություն ունի վախ փոփոխություններից, պետական համակարգում գոյություն ունի վախ, որ թվայնացման համակարգում մարդիկ կորցնելու են աշխատանքը։ Քաղաքացիների մոտ գոյություն ունի անվտանգության վախեր, որ թվայնացման արդյունքում իրենք իրանց տվյալները տալու են տարբեր համակարգերի եւ որ այդ տվյալները չեն պաշտպանվելու։ Սրանք բոլորը մարտահրավերներ են, հեշտ չի, եթե հեշտ լիներ, երևի արդեն իրականացված ավարտած կլինեինք թվայնացումը։ Իսկ երջանկությունը ես ուզում եմ ասել, որ կարծում եմ դուք էլ որպես պատգամավորներ գիտակցում եք, որ քաղաքացու երջանկությունը դա շատ կարևոր է ուժեղ, հաջողված պետություն ունենալու համար եւ ուզում եմ շեշտադրեմ նորից, որ ես իմ ջանքերը կներդնեմ, որպեսզի քաղաքացիները հնարավորին չափ գոհունակ լինեն մեր հանրային ծառայություններից։ Արձագանք։ Ես շատ ուրախ եմ, որ այս համակարգում առաջարկում է թեկնածու, որ իր ջանքերը կներդնի հասարակությանը երջանկացնելու համար, բայց ամեն պարագայում ես գտնում եմ, որ թվայնացումը, այս ոլորտում աշխատողը պետք է, այսպես ասած, ճշգրիտ մտածողություն, ճշգրիտ արտահայտվելու կարողականություն եւ մտքերը ճշգրիտ ձևակերպելուց բացի ճշգրիտ քայլեր սահմանելու կարողականություն ու ունակություն ունենա։
Thank you.